Նիկոլ Փաշինյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոն զբաղեցնող ասացին, որ կենսաթոշակները բարձրանալու են։ Շատերը սա դիտարկում են որպես ընդդիմության ճնշման արդյունք, փաստաբանները ընտրակաշառք են որակում։ Ինչպես կգնահատեք այս քայլը ու հնարավոր արդյունք կարող է դա ապահովել խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի համար։ Ես քաղաքական կանխատեսումներ անել չեմ սիրում, բայց կարող եմ ընդդիմադիրները քաղաքաշարք անել չգիտեն, որովհետև մենք ունենք թոշակառուներ, որոնց հետ պետք է շփվել ոչ թե Facebook-ով, այլ յուղերում մտնելով նրանց բնակարաններ։ Տեսնել ոնց են մեր թոշակառուները ուրախանում, երբ որ իրենց թոշակը ոչ թե բարձրանում է 10,000 դրամով, այլ ստաժի հաշվին բարձրանում է 300 դրամով։ Հաշվարկներ են անել տալիս, խնդրում են, մարդիկ են միջնորդում, որ 3-ով իրենց թոշակը բարձրանա։ Սա է մեր մեծագույն խնդրեմը, որ հողի վրա չեն չափում եւ չեն հասկանում։ Մենք տեսնում ենք, որ իշխանությունները շատ սիրուն մաթեմատիկա են անում, քաղաքական հաշվարկներ են իրականացնում, հասկանում են որտեղ են խնդրեմ տալիս եւ ինչ են շահում։ Նույն ապահովագրությունը շատ լավ հասկանում են, որ բժիշկների զգալի մասի մոտ մեծ դժգոհություն է առաջանալու։ Բայց իրենք հասկանում են, որ բժիշկների ընդհանուր ձայների քվեն էականորեն ավելի փոքր է ապահովագրությունից օգտվողների թվից։ Մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ ոչ թե հասարակական գործիչը, ոչ թե մշակութային գործիչը, այլ քաղաքական գործիչը քննարկում է, ինչպես կարելի է ասել, տատիկ-պապիկներ թոշակառու։ Շատ ճիշտ դիտարկում է, թոշակառու է, որովհետև հնարավոր է, որ թոշակառուն տատիկ էլ չլինի, պապիկ էլ չլինի եւ իրանն էլ է բարձրանում։ Բայց դա կարող է ասել մշակութային գործիչը, դա կարող է ասել հասարակական գործիչը։ Երբ որ քաղաքական գործիչն է ասում, դա նշանակում է, ինքը քաղաքականությունից չի հասկանում։ Ինչու՞։ Որովհետև մեր թոշակառուների 95%-ից ավելին նախընտրում է ասես տատիկ-պապիկ թոշակառուներին, բայց բարձրացնես, քան թե ասես թոշակառուներ չբարձրացնես։ Հիմա երբ որ դուք հասարակությանը չես ճանաչում ու հասարակությանը ցանկանում ես միայն մեղադրանքներ ներկայացնել, դե ժողովուրդը դուրս չեկավ, հասարակությունը սպառողական է, դրա համար մենք ենք գնացել այդ նույն ուղղությամբ, հասարակությունը ամենևին սպառողական չի, Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բունտեր չեն լինում, ավելին այս կամ այն սոցիալական հարցով երբ լինում է դժգոհություն, նույն սոցիալական ցանցում քննարկում է, որ երկիր կորցրեցիք, չբողոքեցիք, հիմա եկել եք ապայի կամ մի հատ այլ հարցով եք բողոք իրականացնում, այս ինչ վիճակ է մեր մոտ։ Ինչ սոցիալականի մասին է խոսքը։ Գոյություն ունի քաղաքական հաշվարկ, կողմերից մեկը կարողանում է իրականացնել, մեկը չի կարողանում իրականացնել, այսքան բան։ Եվ իրականում ընտրությունները բերել եւ դարձրել են լավ ապրել, վատ ապրելու քաղաքական օրակարգի բոլոր կողմերը իրար հետեւով այդի ասեն ընտրությունները միայն լավ ապրել, վատ ապրելու մասին չի։ Այդ ում քաղաքական ծրագրում բացի սոցիալ-տնտեսական այլ առանցքային էական բաղադրիչ կա։ Բոլորի անվտանգային բաղադրիչները թեզեր են։ Տեսություն։ Բոլորը հասկանում են, չէ՞, որ ամեն ինչը մի բանը մյուսի հաշվին է։ Ո՞վ է ասել, որ մենք անվտանգ ենք ապրելու, կարող է մի քիչ ավելի վատ ապրենք։ Ո՞վ այդ համարձակությունն ունեցել ասի, որ կարող է մի քիչ էլ ավելի վատ ապրենք։ Դե դա չի խոսում են մասին, որ մենք գործ ունենք սոցիալական հասարակության հետ, որտեղ մարդկանց այդ նշանակում է, որ բոլորը գնում են այդ ուղղությամբ, որովհետև քաղաքականությունը պոպուլիզմ չի սիրում։ Այո, սիրում է, հետևանքը վատն է։ Պոպուլիզմ, որը պոպուլիզմի կռիվ կգնա եւ ոչ մեկ թող չզարմանա գործողություններից։ Իսկ ինչ արդյունք հնարավոր կտա։ Դուք ասում եք, ոչ մեկ չի ասել, որ ապրենք անվտանգ։ Շատ էֆեկտիվ արդյունք կտա երկու բանի համար, որովհետև մենք վաղուց ունենք ժողովրդական կարգախոսներ, փորձած տանը անփորձ մասնից տավը։ Իսկ հենց հիմա թոշակի բարձրացումը արդեն ինչ որ բան դարձնում է թան։ Նախ թողած պիսայի հետևից չեմ ընկնի։ Սա էլ է առանցքային խոսք մեր իրականության մեջ։ Թոշակառուները մայիսի 1-ին կստանան իրենց թոշակը, մայիսի մեջտեղը կստանան ապրիլի քեշբեքը, հունիսի 1-ին նորից կստանան բարձրացած թոշակը քեշբեքից էլ մի քիչ հաշվի վրա կարող է 1000 դրամ մնացած լինի։ Հունիսի 7-ին է կգնան ընտրության։ Ու կմոռանան, որ անվտանգ երկրում չեն ապրում։ Իսկ ով է իրանց ասում, որ անվտանգություն իրական երաշխավորության իրական բանաձև է ունենալու։ Իսկ ով պետք է ասի, եթե ամբողջ ընդդիմադիր դաշտը այսօր Քարոզ Արշավի մեկնարկը տվել է սոցիալ-տնտեսական հարցերով իշխանություններին զուգահեռ։ Ավելին, ես նախընտրական փուլերում միշտ ցանկացել եմ չխոսել, այս նախընտրական փուլը եղել են բացառիկ փուլերից, որ ես մտածում էի անգամ վերաբացել մեր հաղորդումը իրազեկ սպառող, որովհետև բոլորի ծրագրերն ի վերջո սոցիալ-տնտեսական է, հասկանայի գոնե տակը սոցիալ-տնտեսական կա թե չէ։ Հոգու խորքում հասկանալ, որ պետությունը միայն ուտելու մասին չի։
Բայց եթե բոլորը խոսում են միայն աշխատատեղերից, գներից եւ ուտելուց, խաղաղություն պետք է լինի, մենք կբերենք այսպիսի խաղաղություն, նա կբերի այնպիսի խաղաղություն։ Ինչ խաղաղություն։ Աշխարհում խաղաղություն կա, որ ինչ-որ մեկը խաղաղություն բերի։ Այս նույն տրամաբանության մեջ գործող իշխանության խաղաղությունն է շատ խարխուլ է։ Իհարկե։ Ավելի խարխուլ է լինելու ընտրությունների։ Ամբողջ խնդիրը հետեւյալի մեջ է։ Բոլոր հետազոտություններով, բոլոր իշխանությունը ունի մեծամասնություն։ Ընտրությունների արդյունքները այս տեմպով վկայելու են լրիվ հակառակի մասին։ Եվ ի վերջո ընդդիմությունը ոչ թե պետք է հիմա խառնվի իրար, այլ պետք է հասկանա ինչն է սխալ անում, որ ինքը մի հատ թոշակի բարձրացումից էլ խառնվում է իրար։ Որովհետև ի վերջո, երբ որ ինչքան էլ ուզում ես դու օթում գնահատի ասա ընտրակաշառքը, հնարավոր է դու ճիշտ ես ասում, ես չեմ ասում սխալ ես ասում, բայց մարդ ուզում է գիտի մի բան, կաշառքի համար նստում են, հիմա նստած մարդ չկա, հետևաբար կաշառք չի, վերջ։ Ստացողը ինքը դրանից ուրախանում է, թե չի ուրախանում 10,000 ավել ստացողը։ Իհարկե ուրախանում է։ Երբ որ պոլիտիկան հողի վրայից անցնում են տեսությունների, միֆերի, կենացների, բարոյախրատական ճառերի, վերջում մնում են 1%, 2%-ի վրա։ Չեք ուզում։ Այսինքն ասում եք, որ քարոզարշավի ոչ պաշտոնական հատվածը սկսել է կեղծ օրակարգով։ Քարոզարշավի ոչ թե կեղծ օրակարգով, ես կեղծ բառ չեմ ասել, ես ասում եմ քարոզարշավի նախընտրական հատվածում երկու կողմերը խաղացին նույն սոցիալ-տնտեսական բաղադրիչի վրա բացառապես, եւ սոցիալ-տնտեսական բաղադրիչով իշխանությունների քայլը տանելու է իրան դեպի հաղթանակ։